Ողջույն բարեկամներ, կներեք ոչ պաշտոնական տեսքիս համար, մեր մոտ կիրակի երեկո է, ես էլ արդեն երկրորդ եթերն եմ այսօրվա մեջ անում, այնպես որ ձեր ներողամտությունն եմ հայցում, փորձենք անցնել այսօրվա կարևորագույն իրադարձությունների վրայով եւ շատ կարևոր նորություն կա Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ուզում եմ միանգամից դրանից սկսել, որ Ամերիկայում կա գոյություն ունի կրոնական ազատությունների միջազգային կազմակերպություն, որը պահանջել է սանկցիաների ենթարկել Ադրբեջանին։ Ով ինչ ուզում է ասի, ով ոնց ուզում է պատտացնի, հա, այս մատնոցի նման, գիտեք, չէ, մատնոց ֆռցնողներ կային են 90-ականներին փողոցում, նույն Նիկոլ Փաշինյանն էլ, այս մատնոցի նման ֆռցնի, այս գնդակը ստեղից ընդեղ տեղափոխի, Ալիևի հետ, իր կեղտոտ թիմի հետ, ինչ ուզում եք արեք, ուրեմն կան կազմակերպություններ, որոնք թքած ունենան ձեր ժանգլորության վրա, պարզ թքած ունենան, մեկը փաստը կա, հանցագործությունը կա, վկաները կան, տուժողը կա, իրականացնողները կան։ Թե Հայաստանում ոնց դա կփորձեն ներկայացնել, ոնց լղոզել իրականում այդ կազմակերպությունների կներեք, բայց Նիկոլին չի, բացարձակապես։ Բնական է, այս պահանջը միանգամից չի դառնա սանկցիա Ադրբեջանի նկատմամբ, բայց սա կարևոր փաստ է, որտեղ դրած է, հենց մենք ունենանք պետություն եւ այն կառավարությունը, որ կորոշի հետամուտ լինել այս պահանջների իրականացմանը, արդեն կան պատրաստի кейսեր, որ ընդհանրապես պետքա գնալ դրանց հետևից։ Իմիջիալոց այսօր այս кейսերին կարող են նաև միսոարյուն տան այն անհատներն ու կազմակերպությունները, հզոր ուժեր, որ կան Սփյուռքում, դրանք կան եւ անհատներ եւ կազմակերպություններ։ Ես այս քանի օրը նստած Հայաստանի ապագա կառուցվածքի վերաբերյալ աշխատանք եմ գրում ու ես գիտեք ինչ մտածեցի, եթե մենք իրականում կարողանանք բերել մեր ցանցային ռեսուրսը ցենց իմի, այսինքն մենք ունենանք այս Սփյուռքի նախարարությունը, ոնց որ ես եմ պատկերացնում, որտեղ պատկերացնում եք ամեն երկրի դեսպան, ամեն քաղաքի հյուպատոս, ինքը կճանաչի բոլոր հայ հեղինակավոր ազդեցիկ մարդկանց, իրանց միջոցով կճանաչի այն մարդկանց, որոնք այդ մեր հեղինակություններն են ճանաչում, պատկերացնում եք այս ինչ բանա նետվորքը, պատկերացնում եք այս ինչ կապերը, եւ նման դեպքերում ընդամենը զանգ ընկերոջը, քանի այդ պետությունը չունեն, քանի դեսպանատները չեն աշխատում, այս Սփյուռքի նախարարությունը չկա, բայց չէ որ այդ ընկերները կան, այդ կապերը կա, հենց մենակ ինչ արժի ասենք նույն Քիմ Կարդաշյանի կապերը, հենց մենակ շատ հեռու չեմ գնում, ընդամենը մի օրինակ բերեցի, բայց դա կողքին չէ որ կան այլ կապեր նաև, այլ ազդեցիկ դեմքեր, որոնք ընդամենը այս հանգամանքը ընդամենը, այս փաստը իրանց թվիտերում կամ ասենք սոցիալական կայքերում դնելով, կոչանելով, մենք այնպես քաղաքական ճնշումների կարող ենք ենթարկել Ալիևի, որ հասնենք դրա նկատմամբ նաև քրեական գործի հարուցմանը միջազգային դատարանում։ Մի խոսքով ասել եք, ինչա, հայկական պոտենցիալը, ես ինչքան ուսումնասիրում եմ, ինչքան խորանում եմ այս քանի օր դրա վրա աշխատելով, հայկական պոտենցիալը շատ ահռելի է, ու մեր թշնամին գիտի դա, մեր թշնամին նաև եղել է սովետական միությունը, ասեմ, եւ ամեն ինչ արել է, որ մենք այդ բանը պոտենցիալը երբեք չօգտագործենք, հակառակ այդ պոտենցիալը աշխատել է Ռուսաստանի օգտին եւ այդ ամբողջ պոտենցիալը բոլոր գաղութներում քարոզել է, որ Ռուսաստանը չունի, Հայաստանը կորացա, որ Ռուսաստանը 20 թվականին փրկեց Հայաստանին կործանումից, այլ ոչ թե օկուպացրեց ու բաժանեց Թուրքի եւ Ադրբեջանցու մեջ, ինչ եմ ուզում ասեմ, բոլորը գիտեն մեր արժեքը բացի մեզանից, եւ այս փաստը ինձ հանգիստ չի տալ, այսինքն ես ինչու եմ ամեն ինչի մեջ բանալին տենում ինքնաճանաչումը, երբ որ մարդ հասկանում է իր պոտենցիալը, ոնց որ այն Սասունցի Դավիթը, այն ծուռը, այն երեխեն, որ որոշում է գնա կռվի եւ որոշում է կայացնում նոր տատնասում, այ խելար, ուդես էլ է շամփուրով ու էշի վրա նստած գնում, հեննա քո հալեղեն ձին, թուզ կեցակին, խաշ պատերազմին, հեննա դու ամեն ինչ ունես, մենք նույն վիճակում ենք, մենք ընկել ենք, Նիկոլ ենք խաղացնում, Նիկոլի հետևից ենք ընկած միշտեր, մեր ամեն ինչը Իսկանդերները, Տամագավկեքը, հայս, չգիտեմ, ամբողջ զենքերը դրած է
իրականում մեր կողքը ու մենք դա չենք օգտագործում։ Ընկել եք Նիկոլ ենք տշում, կներեք արտահայտությանս համար։ Դրա համար ինչա պետք մեզ հաջողության համար ինքնաճանաչվել, հասկանալ ինչ ունենք, մեր վերագնահատել ինքներս մեզ։ Օրը գալու է։ Օրը գալու է ու իմ ամբողջ աշխատանքը միտված է նրան։ Ոչ թե միտված է ինչ-որ կուսակցությունների համար քարոզանելը դա մասին իհարկե խոսանք, անհատներին, վատաբաներ կամ լավաբաներ, ես դա ընդհանրապես ինձ դա հետաքրքիր չի, որտեղ խնդրի լուծումը այդտեղ չի, այլ սեփական զորությունն ու հնարավորությունը ճանաչելու մեջ է։ Քանի ասել եմ, սա էլ ասեմ, էլի այս թեմայի մեջ։ Այն հանգամանքը, որ ես տարեցակ հյուրեր եմ ունենում, հարցազրույցներ եմ ունենում, դրանից չի, որ ես այդ մարդկանց միայն ուզում եմ օգնած լինել, բոլորովին։ Դրանից է, որ սա նոր մշակույթ է, ի վերջո, թեկուզ այս համեստ հնարավորությունով ներդրվում քաղաքական կյանքի մեջ։ Այդ դուք որտեղ եք տեսել, տեխնացուները կարողանային 2 ժամ մի քանի տասնյակ հազար մարդու մոտ բաց խոսել իրանց թերություններից եւ առավելություններից, այո, նաեւ թերություններից, որովհետեւ մարդիկ կա ընթացքում հիասթափվում են, մարդիկ կա բացահայտում են, ոգևորվում են, երբ ա եղել նման պրակտիկա, մենք չենք ունեցել, եւ այդ մարդիկ, որոնք չեն գնահատում իրոք այս process-ը, եւ այս process-ի մեջ ուրիշ բան են ման գալի, ինտրիգ են ման գալի, ես չեմ ուզում իրանց ոչինչ բան ասել, որովհետեւ իրենք իմ հայն են, նույնիսկ էսի չգնահատողը, նույնիսկ սա չհասկացողը, բայց խոսքս ուզում եմ ուղղել հենց նաև իրենց, որ ընդունեք այս նոր պրակտիկան, ընդունեք, իրա թերություններով հանդերձ, իհարկե ես անթերի չեմ, իհարկե հյուրերը անթերի չեն, բայց չէ որ իրանք գալիս են, բացվում են ձեզ մոտ բոլոր ձևերով, եթե ոչ առաջին անգամից, երկրորդ, երրորդ անգամից հաստատ դուք արդեն ճանաչում եք, ով ինչ է մտածում, ով ոնց է կարողանում ճիշտ ժամանակ իրան տիրապետի կամ չտիրապետի, ով ոսքանա տիրապետում խոսքին, լեզվին, պահվածքին, տրամադրությանը, չէ որ սա հսկայական դաշտ է ռենտգենի համար, որ դուք հասկանաք, ընտրում եք այս մարդուն, սիրում եք այս մարդուն, թե չեք սիրում, չեք ընտրում այս մարդուն։ Այսօ պարտադիր չի, որ բոլոր հյուրերը լինեն ձեր համար, չգիտեմ, ցանկալի, ընկալելի։ Ինչպես իմ գիտնական ընկերներն էին ասում, քիմիկ գիտնականները, որոնց հետ ես համատեղ աշխատում էին նոր տեխնոլոգիաներ եւ դա դեռ Երևանում։ Ասում են չկա բացասական արդյունք, բացասական արդյունքը նույնպես արդյունք է։ Չկա չստացված հյուրը դա իր պրոբլեմն է, երբ որ ինքը տապալվում է եթերում, դա ձեր օգուտն է, նաև իր օգուտն է, ինքը պետք է, եթե խելոք լինի, կգնա կվերականգնի, կվերանայի, կվերաշտկվի, հասկանում եք, սա պրակտիկա է, ոնց որ երաժիշտն է, միջև չի դուրս գալի, բեմ, չի հասկանում իր թերությունները որտեղ է, որտեղ դասարանում բոլորն են լավը։ Միջև երգիչը չի դուրս գալի մեծ բեմ, չի հասկանում իր ձենի մեծությունը, ինքը կարողանում է կառավարել իր հուզմունքը, թե չէ, որտեղ դասարանում եւ ձենն է մեծ, եւ հուզմունքն է կառավարելի։ Հասկանում եք, եւ դիրիժորը բեմ դուրս չի գալի, չի զգում իր ձեռը դողում է, այդ փայտիկը ձեռը, ինքը կարողանում է ռիկավարի process-ը, թե չէ, որտեղ դասարանում բոլորն են լավ։ Հասկացեք, այս process-ը անհրաժեշտ process է եւ դիտողների համար եւ հյուրերի համար, իրանք էլ սովոր չեն այս ֆորմատներին։ Այնպես որ եւ գոհերին, եւ դժգոհներին ես պետք է ասեմ, հարգելիներս, դուք բոլոր եք իմ հայրն եք։ Դուք բոլորը իմ երկրի կարևոր մասն եք։ Գոհ լինեք սանից, դժգոհ լինեք սանից, բայց սա նոր քաղաքական մշակույթ է, որը պարտադիր է մեզ։ Ինքնաճանաչման համար, հյուրերին ճանաչելու համար, տեխնացուներին ճանաչելու, բացահայտելու համար, լավ եւ վատ իմաստերով, կարևոր է։ Ես դա շատ եմ կարևորում։ Ես դրա համար եմ անում։ Գիտեք ինչ է, ինձ համար հեշտ է 2 ժամ նստել մարդու լսել, հարցեր կարդալ, հələ նստեք մեկը 2 ժամ, առանց շարժվելու կամերան դրեք դե մեկի հետ խոսացեք։ Փորձեք ու դա ամենօրյա ռեժիմով։ Շաբաթը 9 անգամ։ Ես չեմ անի դա, եթե դա կարևորությունը չտեսնեմ։ Իմ համար դա ավելի կարևոր process է, քան ցանկացած բան, որ ես հիմա անում եմ։ Այս փուլում ես անում եմ իմ համար, իմ ընտանիքի, իմ երեխեքի համար։ Այնպես որ ընդունեք ոնց որ կա։ Համարեք, որ սա նոր մշակույթ է։
ու պետք է ընդունել ոնց որ կա։ Ոնց որ կա։ Սիրել, չսիրել, այո, դա էլ է նորմալ։ Հիմա գնանք առաջ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հանք չի խաղաղությամբ սա։ Ես երկեխոս չեմ տալի, որ իրանց հանգչելու տեղը կլինի Հայաստանում, բայց որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ իրանք հանգչեն ու հնարավորինս խաղաղությամբ առանց մեծ կորուստների։ Դա մեր բոլորի պարտքն է, որտեղ եթե չհանգչեն իրենք, հանգչելու ենք մենք պետությունով։ Կարծում եմ, այս պահով գոնե կասկածողներ չկան։ Հատ լսենք այս տիկնոջը այս առումով։ Չերս հարցազրույցներ չեմ տալիս, բայց քանի որ առիթը եղավ, ընձեռնվեց հնարավորություն, պետք է թախանձագին խնդրեմ իմ adekvat սիրելի թանկ ժողովրդին, որ սա մեր վերջին հնարավորությունն է ընտրել ուժեղ կամային հատկանիշներով առաջնորդ եւ լավ թիմ հավաքենք, որ կարողանանք այս անդունդից դուրս գալ։ Գիտեք, շատ բաներ կարելի է ասել, որ ես չգիտեմ, մենք պետք է մեր հայրենիքի, կորուսյալ հայրենիքի մասին էլ մտածենք ու չհամեմատենք ասֆալտի հետ, չգիտեմ, նյութական բարեկեցության հետ եւ այլն, դրանք կարեւոր են, իհարկե, կարեւորում եմ, բայց ես հասկանում եմ, որ նրա գալով ոչ թե մենք քաղաքական գործիչ չէ միայն, այլ նաեւ համարում եմ պետական, միակ պետական գործիչը Հայաստանում, որ կարող է համախմբել եւ դուրս գալ այս վիճակից, դա եմ կարծում։ Գիտեք, եկեք կուրքեր չսարքենք, ես իսկապես կուրք չեմ ուզում սարքել, երկար ճանապարհ եմ անցել, բազմաթիվ մարդկանց հետ ենք այսպես ասած նստել, եղել եմ էպիդեմիոլոգիա ծառայության պետը կենտրոնական հոսպիտալի, ուզում եմ ասեմ, ես իրենից բացի, իրենից զատ Եվ իրենց շուրջը հավաքել այնպիսի նողկանքների, այնպիսի ես չեմ ուզում պիտակավորեմ իմ ժողովրդին նույնիսկ այդ մասին, բայց տահակները անչափ շատ են, հասկանում եք, ես նույնիսկ չեմ վարանի ասելու, որ Թուրքը այդքան մեծ վնաս չտվեց եւ ավելի adekvat մարդիկ կարող են լինել, քան մեր հայ ներողություն եմ խնդրում իմ ազգից, այդ տականքից։ Ոնց կարելի է, ոնց էլի Արցախը տալ, Արցախահայությանը այդպես բնդորարանից կտրել, արմատներից կտրել, մեր ժառանգությունը թողնել։ Դուք գիտեք, քանի հազարավոր մենք թանգարանային նմուշներ, ինչեր թողեցինք, այդ երկիրը թողեցինք։ Լավ, դա ամեն ինչին կարելի է հետո վերադառնալ, հաղթանակել, հետո նորից մերն է լինելու Արցախը, բայց զոհերը մի քանի հազար առաջի ազատամարտի ժամանակ 5000 հիմա մոտավորապես են ինք ասում այսպես թե այնպես լավ то 4000 մի հատ էլ այդ թիվը նայեք դուք կարող եք առավոտյան վեր կենալ անուն ազգանունով հայրանունով այդ զոհված տղաների անունները հերթով նշել դա Ես չեմ ապրում, ես լինելով ասում եմ ուժեղ մարդ եմ համարում ինձ, բայց ես ոչ մի բարեկեցություն չեմ ուզում, ես չեմ ուզում, ես ուզում եմ ամեն ինչը թող վերցնեն, բայց իմ հայրենիքի պատառը տան ինձ։ Վերջերս հարց Այո։ Դուք ոչ մի բան չեն ուզում, adekvat մարդիկ հապիճան։ Ով չենք ուզում, ոչ մի բան չենք ուզում։ Մենք մեր հայրենիք ենք ուզում, որովհետև եթե չունենք հայրենիք, չունենք ոչինչ, չենք ունենալու ոչինչ։ Դա մեր համար նախատեսված չի ոչինչ։ Մենք չենք կարող հույս ունենալ, որ այ հայրենիքը որ մեզանից խլեցին, գոնե դիմացի ինչ-որ մի բան տալ, չէ։ Մեր համար չկա ոչ մի բան նախատեսված։ Հիմա գնանք Ռուսաստան, որովհետև թեման ակտիվ է։ Մի հատ լսում Պուտին։ Особое отношение на протяжении столетий, и если армянскому народу выгодно то или иное решение, пожалуйста, мы против не будем. Но, конечно, мы должны иметь в виду некоторые обстоятельства, которые являются важными и для нас, и для наших партнеров. Что имеется в виду? Ну, например, у нас торговый оборот с Арменией, он снизился сейчас. В прошлом году, позапрошлом был гораздо больше, но все-таки 7 миллиардов долларов по 2025 году. Если иметь в виду, что ВВП страны 29 миллиардов, то это серьезная величина. И Армения получает значительные преимущества в рамках Евразес. Это касается сельского хозяйства, это касается перерабатывающей промышленности, это касается таможенных и других сборов и так далее и тому подобное. Это касается миграционной сферы. Պուտինը շեշտում է դրա մասին, որ իհարկե Հայաստանի գործն է ինչ անում, իշանում, բայց չմոռանա, որ տնտեսության 7 միլիարդը
իր ընդհանուր շրջանառության 29 միլիարդից գալիս է Ռուսաստանից։ Մոտավորապես 25%-ն է դա անում, դա շատ է քիչ է կործանարար չի, հա, եթե պետությունը զրկվի այդ 7 միլիարդից անշուշտ կործանարար չի, բայց ինչա դիմացը ստանալու, այս է կարևոր, հա, մենք պատրաստ ենք, չէ՞, մենք ամբողջ 90-ական թվականները մենք հարմարվել էինք, պատրաստ ենք չունենալ լույս, ջուր, տրանսպորտ, զրկանքներ, բայց գիտենք մենք դիմաց ինչ ենք անում։ Մենք հստակ գիտենք ու ոչ մեկի մոտ չկար այն ժամանակ ընկճվածություն, կար դժվարություններ, կային նույնիսկ անհաղթահարելի դժվարություններ, բայց մենք գիտենք այդ ամեն ինչը ինչի համար է։ Ուրիշ բան հետո որ իմացանք, որ ամեն ինչը կարող է չլինել, որովհետև այն գազն ու նավթը որ գալիս էր, մազուտը որ գալիս էր Հայաստան, չէր վերածվում էլեկտրոէներգիայի, այլ ճանապարհին վաճառվում էր։ Իհարկե այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները ճակերտավոր չեն հիշի, չեն ուզենա դրա մասին հիշեր, որ ամեն ինչը գողացվում էր ուղղակի մեզանից գողացվել է մեր կյանքը, բայց ինչ որ է, դա ուրիշ բան է։ Հիմա ինչ է ասում Պուտինը, ասում է կողնորոշվեք, ինչ եք ասում, ուր եք գնում, ինչ եք անում։ Բնականաբար Հայաստանից ինչ որ ձայն պետք է հնչեր, չէ՞, մի հատ ձայն հնչեց Փաշինյան Նիկոլի կողմից, որ մենք այս պահին ընտրության մեջ ենք, ընտրությունների ենք, չեմ գալիս Մոսկվա։ Միանգամից հետևեց այդ դեպքում ընտրությունները ինչ ես ուզում, իրան պատասխանեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, Պուտինի պատասխանում է Արարատ Միրզոյանը, կներեք, Արաբատ Միրզոյանը։ Պուտինն ասում է, երբ պահը կգա, կորոշենք։ Հետաքրքիր է։ Համարձակ պատասխանը, անշուշտ, հիմա, ցենց ասեմ, որպես ինքնիշխան երկրի շակերտավորը էլ ասում ինքնիշխան երկրի քաղաքացի, ես ցենց կասեի, տեսա՞ր Պուտինի պորտը ոնց տեղը դրեց Արաբատ Միրզոյանը։ Բայց ես վստահ եմ, որ վաղը Սովոշան նման պոչը խաղացնելով գնալու սկսի կոշիկները դիզել, որ ընդունի իր կեղծած ընտրությունները։ Ես ձեզ երաշխավորում եմ այսօր, երեկ էլ եմ ասել, դրա առաջորդն եմ ասել, ընտրություններից առաջ վազելու են նորից Պուտինի մոտ, չմոռանաք 2 շաբաթ առաջ, մոտավորապես 2 կամ 3 շաբաթ առաջ, ինքն էր խնդրել ընդունելություն Պուտինի մոտ, ինքն էր խնդրել, հետո ասեց այլ, հա, գնաց այնտեղ խոստովանեց, որ ինքը խելոք ամեն ինչ արել է, հա, եկել զեկուցել է, իր թույլտվությամբ գնացել Վաշինգտոն, իր թույլտվությամբ ասել, իր խորհրդով, հորդորով ասել Արցախը, Ադրբեջանը, չէ՞։ Ես երաշխավորում եմ։ Միջև ընտրություններ վազելով գնալու ասի, ես քոնն եմ, եւ երբեք քեզանից եկոմ չեմ գնացել, որովհետեւ հասնել է Հայաստանին աստիճանի աշխարհակաղակական իմաստով, որ ինքը գնալու տեղ չունի, ասեմ ինչ չու։ Եվրոպա գնալու համար նա որոշում պետք է կայացներ մայիսին դեռ, այսի 4-ին 5-ին, ասեց նո։ Եվրոպա գնալու համար ինքը շատ որոշակի գործողություններ պետք է աներ, օրենք ընդունելուց առաջ, դիմում ներկայացնել, ստանդարտացնել եւ այլն, ոչինչ չի արել։ Եվրոպա գնալու համար առնվազն պետք է ունենալ լեգիտիմ ընտրություններ, որը այս պարագայում բացառվում է, արդեն խախտումներով է, արդեն լկտի խախտումներով է։ Այսինքն Եվրոպայում իրան այս ձևով չեն սպասում։ Եվրոպայում Հայաստանին սպասում են, բայց այս ձևով չեն սպասում։ Այսինքն չի ասելու լավ, ջարդի ժողովրդիդ, ինչ ուզում ես արա, դու պրոբլեմ չունես։ Իրանք ընդ հազիվ են բրծել Օրբանից։ Իրանք երկրորդ Օրբան չեն ուզում։ Ով է լինելու իր տերը։ Այս տարածքում մի հատ տեր կա։ Այդ տարածքում մի հատ տեր կա ու դեռ այդ տերը անփոփոխ է։ Դա ՎՎՊ-ն է։ Եվ որ դեռ մենք չենք որոշել, պահը կգա կորոշենք։ Սա նանից չի, որ դուխները սենց երկինքը հասել, էլի։ Ինչալով զգացել եք դուխով բարել չեն օգտագործում, բախում են նույնիսկ բարից։ Դա նանից է, որ չեն կողմնորոշվել։ Դա նայից է, որ չեն հասկանում հիմա ինչ անեն։ Մտածում են կարող է ամեն դեպքում։ Չէ։ Չի կարող։ Չի կարող քութիկներ, որովհետև դուք նույնիսկ ձեր տանը որոշում կայացնող չեք, ելուց թե մնաց հանրապետության մասշտաբի, աշխարհակաղակական մասշտաբի
Այնպես որ սառը ջուր այն մարդկանց վրա, որոնք կարող է ոգևորվեն սրա այս շակերտավոր եմ ասում դուխով պահվածքից։ Առաջինը ես պիտի ողջունեի ասեի տեսակ Պուտինին ոնց տեղը դրեց։ Չէ՞։ Ուղղակի տառապանքներս փորձ ունի։ Ամեն հոխորտալուց հետո Սովոշան նման ոչը խաղացնելով հաստատատեղ ու սկսում է Վլադիմիր Վլադիմիրովիչի կոշիկները լիզել, ասելով չէ որ ես ամեն ինչ քո հենց ուզածով էլ արել եմ։ Բան չմնաց, այսօր ամսի արդեն քանիսն ենք 11-ը, ընդամենը 4 շաբաթ։ 4 շաբաթ հետո ամեն ինչ պարզ կլինի։ Ես ես ուղղակի ուզում հիշեցնեմ, որ այս եւ այլ մնացած թեմաներով ես հաղորդումներ եմ անում Patreon-ում, կարող եք գրանցվել այդ ամեն ինչին ներկա լինելու համար։ Այսօր փորձնական նույնիսկ ուղիղ եթեր եմ արել, ես չգիտեմ այս բանը ոնց է աշխատում, շատ հաշվով, մեծ հաշվով փորձարկումներ անում ենք։ Այստեղ կարող եք ծանոթանալ ապագա մեր պետության ռազմավարական կարևոր ծրագրերին, որոնք մենք մշակում ենք այս ընթացքում։ Գրանցվեք Patreon-ին եւ դուք ավելի մանրամասն տեղեկություններ կունենաք։ Եվ ամենակարևորը կարող եք դիտել բոլոր վիդեոները առանց գովազդի եւ ուղիղ կապի մեջ լինել, որտեղ Patreon-ը դա թույլ է տալու Messenger-ով ինձ հետ հարց ու պատասխանի, ուղիղ տետատետ ելույթների, զրույցների եւ այլն։ Իսկ ովքեր ուզում են ուղղակի ալիքին օգտակար լինել, օգնեն, խնդրեմ, բոլոր փոխանցման տարբերակները ներքևում կա։ Հիմա լսենք Ռուբեն Վարդանյանին ինչ է ասում։ Ինչ է ասում Ռուբեն Վարդանյանը։ Փաշինյանից պահանջում է նշել գերիների հարցով պատասխանատուին, որովհետև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը փաստորեն ինքնասնորոշ իր գործի չի։ Ոնց կարող է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործը չլինի Հայաստանի Հանրապետության քաղաքացու խնդիրները։ Ես ուզում եմ ասեմ, որ այն ազնագիրը, որ ունի Ռուբեն Վարդանյանը, դեռ այդ անձնագրով եւ սահմանադրությամբ Հայաստանի քաղաքացու խնդիրները Հայաստանի Հանրապետության խնդիրներն են։ Այն նոր անձնագիրը, որ ընտրվելու դեպքում Փաշինյան Նիկոլը տալու է բոլորին, ըստ նոր անձնագրերի, այդ թուղթը ընդհանրապես ճանապարհորդական թուղթ է։ Պետությունը ձեզ անձնագիրը կրողներին ոչ մի բանով պարտավորված չի լինելու, հա, այսինքն այս հրեշի ընտրվելու պարագայում Հայաստանի Հանրապետությունը թքած է ունենալու իր քաղաքացիների վրա։ Այդ քաղաքացիները լինել են տուգանքի մատերիալ եւ հայտ մուծող, բայց պետությունը դիմացը ոչ մի բանով պարտավորվածություն չունի, ոչինչ։ Հիմա, քանի որ դեռ մենք բոլորս ընդորում նաեւ Ռուբեն Վարդանյանը կրում է հին անձնագիրը, այսինքն ներկա կապոտ անձնագիրը, հարցնում է ի վերջո ով է Հայաստանում գերիների հարցով պատասխանատու, որովհետև ոչ մեկի համար, բացի Նիկոլից ու Ալիևից, այս թեման փակած չի։ Փակած չի ուղղակի։ Մեկ էլ այն մարդկանց համար, որոնք թքած ունեն Հայաստանի ապագայի վրա, այս մարդկանց ապագայի վրա, իրանց ապագայի վրա, որովհետև նույնիսկ այդ թափոնը, այդ բիոզանգվածը, այդ ամբարոների անուղերների հոտը թքած ունի վաղվա իր անձնագրով այդ պետությունը իրան պետք կանգնելու է, թե չէ, թե էլ ինչ հետևանքներ ունենալու Նիկոլի ընտրվել է, ես հիմա կասեմ ընթացքում անպայման։ Ուրեմն ասեմ, դրանց ուղեղը նույնիսկ այնքան չի հասկանում, որ իրենց մահն են ընտրելու Փաշինյան Նիկոլին ընտրելով։ Բառացի իրենց ոչնչանալը։ Դե միջև մենք դրան կհասնենք, այս հարցը մնում է օդի մեջ կախված, թե ի վերջո Հայաստանում ով է գերիների համար պատասխանատու։ Սա եւս մի ցուցիչ, որ Հայաստանում ոչ մեկ ոչ մի բանի համար պատասխանատու չի։ Ես երեկ հիշում եք, որ խոսում էի այն մասին, եթե որոշված է Արցախը հանձնում են, առնվազն դա որոշված է Ղևաղուց, այդ չեմ ասում 20 թվականի պատերազմից հետո։ Ինչու էր 20 թվականից հետո 22 թվականին, 21 թվականին, 23 թվականին գումարներ հասկացվում Արցախին բնականաշինության համար։ Չէ՞ որ այդ տականքն ինքն է ասում, որ մերը չէր դա։ Մենք որոշել ենք, որ դա պետք է մերը չլինի, մերը չէր։
Եվ ինքը 22 թվականին ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, բայց 23 թվականի պետբյուջեով նախատեսում է 144 միլիարդ դրամի չափով, տեսեք, ֆինանսավորում տրամադրել Արցախին։ Ինքը արդեն դա ճանաչել է 22 թվականին հոկտեմբերին Ադրբեջան որպես, բայց 23 թվականի պետբյուջեով 144 միլիարդ դրամ Արցախին է տալի։ Այսինքն ինքը ճանաչում է Ադրբեջան, ուրեմն այդ փողը տալիս է Ադրբեջանին։ Ճիշտ եմ հասկանում։ Պլյուս այսպես մի հատ կենթանի կար, ես ունում սան հիշեք։ Տեսնում եք սրան։ Աննազգանն ինչ է սրա։ Սոս, Ջանիբեկյան, ինչ որ է։ Ու սա էր առաջի դեմքը, սա էր գովազդանողը։ Բա մեկը չկա փողոցում տեսնի, ասի այ Նիկոլի Կապիկալի ստեղը։ Դու այս գումարները որ հավաքում էիր, որ գովազդում էր, որ աշխատում էր սրա գովազդի համար, հարց եմ տալիս, ով է սա պատասխանը տալու։ Դու իրանցից լավ ասեն քեզ վերջի չմոյի նման, վերջի տականքի նման օգտագործել շպրտել են Նիկո։ Քո գլխին սարքել են, քեզ պաստավ կայնալ է հայերեն ասած։ Դու հաշիվ պահանջել ես սանից, որովհետև հիմա ժողովուրդը ով փող է տվել քեզ, եւ չէ որ 144 միլիարդ դրամը դա Հայաստանի բյուջեից է գնացել։ Հայաստանի բյուջեն դա Նիկոլի փողերը չի, դա հատ վճարած մարդկանց փողերն է։ Այդ փողերը ռեալ տեր ունեն, դա Հայաստանի քաղաքացին է։ Հիմա Հայաստանի քաղաքացին փողերը տվել է քոնման տականքին վստահելով, ասել է Արցախի համար է դա։ Այն պարագայում, որ դու Արցախը ճանաչել ես Ադրբեջանի կառավարությունում եւ նախորդ որոշել ես, որ հանձնելու ես ամեն ինչ, դատարկելու ես պայմանավորված։ Սա փողոցում չկա մեկը բռնի ասի, այստեղ է։ Չէ՞ որ էսի հասանելի է բոլորին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը չի որ 22 հատ ջիպով Land Cruiser-ով տանան իրան բերեն։ Չէ։ Բայց հարցրեք, ասեք ես, ով է տալ այդ պատասխանը։ Դու թող ինքը լացի, թող ինքը ասի, որ ես մեղավոր չեմ, իրան խաբել են, ինքն էլ չգիտեր։ Ապացուցի, որ ինքը տականք չի։ Բայց թող ապացուցի, ընդ որում ապացուցի հանրային ձևով։ Ես դա պահանջում եմ հանրային, որովհետև փող հավաքելն է եղել հանրային, գովազդանելն է եղել հանրային։ Եվ այսպես 20 թվականից մինչև Արցախի հանձնելու օրը 23 թվականի արդեն հոկտեմբեր բոլոր օգնությունները, որ են գնացել են Արցախ, բոլոր դրանք գնացել են դեպի Ադրբեջան, որովհետև իմացել են, արդեն առաջի փուլը ավարտեցին, մնում է երկրորդ փուլը դատարկելը։ Եվ դա եղել է գիտակցված, որտեղ ինքն ասում որ մենք գիտակցված տարանք պլանավորված այդ պատերազմին կոտորելու, որտեղ դա մերը չի եղել։ Սա իր բառերն է, սա իմ բառերը չի։ Այնպես որ պարոն Հարություն Բաղդասարյան, խնդրում եմ մի քրական գործը դիմում այդ մասով։ Ոնց է լինում հոկտեմբերի 6-ին 22 թվականին հայտարարում է Արցախ-Ադրբեջանի մաս ու 23 թվականի բյուջեով նախատեսում են 144 միլիարդ դրամի օգնություն Արցախին բնականաշինության համար, այսինքն սարքում ենք այդ շենքերը, տարածքներ տալիս ենք Ադրբեջանին, հա? Խնդրեմ։ Իսկ ովքեր ուզում են օգնել մեր աշխատանքի համար, իրավաբանների աշխատանքի համար, էլի տակը գրած կա տարբերակները ու խնդրում եմ դիմացը գրեք, որ սա իրավաբանական աշխատանքի համար է, որ մենք իմանանք այդ օգնությունները ինչի համար է գալու։ Իսկ մինչ այդ ես 3 հարցում եմ դրել ուղիղ 1 օր առաջ, խնդրեմ, մասնակցել է 9900 հոգի, ես որոշեցի նորից մի հատ տնտղեմ, նորից 4 հոգու մեջ, թե ինչ է կատարվում Հայաստանի դաշտում։ Եվ այսպես ԿՊ-ն 16%, դոկի ռեյտինգը համեմատաբար 55-60-ից 53-ից իջել է 47, բայց դա էլի առաջ է, 26% ուժեղ Հայաստան եւ բոլորին դեմ ենք 11%։ Սա է S4-ի մեջ հարաբերակցությունը։
ինչքան տեսնում ենք ինչ ուզում է լինի, եթե 4 հոգի են, ԿՊ-ի տոկոսները 15-ից 16-ից կյանքում ավել չի եղել։ Ուսա նույնց եմ ասում 9900 հոգու մասնակցության արդյունքում։ Ես չեմ տեսել դեռ հարցում, որը այսքան մասնակից կունենա։ Սովորաբար նայում ենք էլի կայքեր կան, որ անում են 1500 հոգի, 2000 հոգի մաքսիմում, հա։ Ես դեռ ավել բան չեմ տեսել, դրա համար էլ ես հակված եմ վստահելու այս թվերին։ Մանավանդ որ իմ հետ այս քվեարկողները ոչ մի կապ չունեն։ Ինչպես ես ասացի, մեզ այս ալիքը նայում են եւ ինձ հետ համաձայն մարդիկ, եւ իմ հետ անհամաձայն մարդիկ, կիսահամաձայն մարդիկ, ուղղակի տեղեկացված լինելու համար են նայում մարդիկ, այնպես որ ոչ մեկ չի կարող ասի, որ իմ հետևորդներն դա մաստեղ իմ ճաշակն է, իմ ճաշակից ոչ մի բան չկա։ Իմ ճաշակով լիներ ուժեղ Հայաստանը 26% հաստատ չէր լինի, էլի։ Վստահ։ Սանայք։ Երեխաներին առաջի հարց, առաջի դիրք, առաջի որտեղ գնում է, սա եւս ցուցիչ է։ Նախ գործող հիմնական նորմը, որը կարգավորվում է օրենքով, ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածն է, այն բավականին կոնկրետ սահմանում է, որ ընտրությունների ժամանակ արգելվում է գումար, սնունդ, ապրանք, ծառայություն, արտոնություն կամ խոստանալ բարեգործության անվան տակ։ Խնդրեմ, պարոն Բաղդասարյան, ընդունել հայտարարություն, եւս մի դիմում, դատախազություն, այս նյութը կցելով։ Պլյուս ամենաանբարոյական բանը, որ սա կարող անի, սա երեխաներին օգտագործելն է, որը ասում է մի բանի մասին եւս, որ այլ գործիք չի մնացել։ Չկա մեծ, չկա մարդ, որ իրեն ուզում է տեսնի։ Եվ ինքը օգտագործում է երեխաներին։ Ինչքանով նկատել եք, ամբողջս ընթացքում է օգտագործել երեխաներին։ Հա, պաղպաղակով ուզում է դրոշներով, պաղպաղակով, ինչ-որ նշաններով երեխեքին խաբի։ Գիտես, Փաշինյան ճիվախ, հայ ժողովուրդը բմբուլով հնդիկ չի։ Որ դու իրան փայլուն բաներով նվիրելով խափես ու հողերը ձեռներից առնես։ Ինչպես ասենք, իսպանացիները, պորտուգալացիներն արեցին, ասենք, ամերիկյան հնդկացիների հետ։ Չէ, այ ժողովուրդը տեսած ազգա։ Այտենց փայլուն բաներ է տեսել իր կյանքով մեկ։ Այսօր էջն էի թերթում Facebook-յան եւ այսպիսի մի նկար ընկավ աչքիս։ Սա իմ ընկեր Թորոս Սեֆիլյանի գործն է, որը կոչվում է աղմուկ։ Դուք էլ նման ասեցիք։ Ես այս նկարը որ տեսա, իսկ թվաց ես Նիկոլին եմ տեսնում խոսալու ժամանակ։ Իսկ թվում է, որ Թորոս Սեֆիլյանը մի քիչ մտածեց, անունը պետք է փոխի։ Այս նկարի անունը։ Բան կար, չէ, Լենինը Բրանիվիկե, հիշում եք այդպես բան կար։ Լենինը Բրոնիվիկի զրահագնացքի վրա։ Այս նկարի անունը կարելի է կոչել Նիկոլը միկրոֆոնը ձեռ։ Կամ Նիկոլը ճարասելիս։ Գիտեք, որ այս վիճակը, այս հոգեվիճակը 8 տարի է թափվում է մեր վրա։ Հենց սա բերանը բացում է, այս նկարն է թափվում մեր վրա, որի երկար չես կարող նայել, փակեմ հիմա, ձեր նյարդերը խնայել բանը։ Դա որ բերանը բացում է, այս նկարն է։ Դա հենց որ տեսա, մի անգամից աչքիս առաջ եկա։ Ու մենք 8 տարի է այս դիվային, այս կեղտոտ էներգետիկ հոսքի տակ ենք։ Բառամթերքով հանդերձ, ինտոնացիայով հանդերձ, խոսակցական նյութով հանդերձ, մաքրել է պետք։ Ոչ մի առողջ մարդ չի կարող դիմանալ այս աստիճանի դիվային էներգիա, բառամթերք, ինտոնացիա մարսելով չի կարող դիմանալ, ոչ մի առողջ օրգանիզմ։ Ժամանակն է այս թույլը մաքրել, հանել մեր կյանքից։ Ու դա մեր ձեռքն է։ Ոչ թե դա միայն մեր ձեռքն է, դա մեր պարտականությունն է, որ մենք պետք է անենք։
ու ասեմ, բացի այս մի շանսը, որ տրված է մեզ հունիսի 7-ին, մենք այդ շանս չենք ունենալու, սա միակ շանսն է։ Այսպեսի մի տեսանյութ կա, ուզում եմ նայեք դուք։ Ողջույններս իրական հայերին, ուրեմն Լոս Անջելեսից Երևան, շատ շուտով Հովհաննես Ղուկասյանի հետ, ողջան, մենք ներկայացնելու ենք Նիկոլի ստերի պատմությունները, փաստերով ամեն ինչով, քանի որ Լոս Անջելեսում շատ մարդիկ կան տեղեկացված չեն, թե Հայաստանում ինչ է կատարվում, մենք կփորձենք ձեզ ցույց տանք, թե Նիկոլը ինչերից է հրաժարվում, մեր ինչ սրբություն ունենք ամեն ինչի վրով անցել է, ու այս պլակատը մենք սարքել ենք հատուկ իր համար, Մասի Սարը ու Խորվիրապը ճիշտ տեղից է երևում, Մոնթեի ու Վազգեն Սարգսյանի նկարները ներքևում են, մեր Արցախի ու Հայաստանի դրոշները, մեր մտավորականները, իհարկե այս պլակատի մեջ չենք կարող բոլոր մտավորականներին պատկերել, ինչ կարացել ենք Լավ եք արել տղեկ, ինձ շատ դուր եկավ։ հասցրել ենք, ինչ որ կապված է մեր ինքնության ազգության հետ, Հովոջան երկու խոսք։ Ժորժան, Սողոմոն Փելեգյան, Վազգեն Սարգսյան, մեր այս սիմվոլներն են, որը իրոք Նիկոլը թեմա յուրաքանչյուր հարցին, ցեղասպանության հետ կապված, Արցախը, չմոռանանք այն կոչերը Արցախը Հայաստանի երկրը։ Այսօր արդեն սկսել եմ խոսալ Հայաստանի Հանրապետության հետ։ Արդեն տվել պրծել է ահագին տարածքներ։ Ժորժան, շատ հետաքրքիր նկար է իրոք։ Մի հատ էլ զգաց եք էլի, մի հատ իշ նկար է։ Պատկերը, որ արդեն բոլորի անձնագրերի մեջ ճիշտ է Երևանում, այսպես պետք է լինի ճիշտը։ Հատվածից է լինելու, Մասի Սարը հետևը Երևանը։ Ժորժան, ուրեմն ներկայացնելու ենք տարբեր փաստեր, մինչև ընտրությունները այսօր հաղորդաշարը տեղի ունենալու ներկայացնելու ենք տարբեր փաստեր, որ Նիկոլ ասել է մի բան ու արել է մի բան։ Ներկայացրել է, որ լինելու է մի բան ու իտոգում ուրիշ բան, ու շարունակում է այդ գործընթացը։ Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, այդ հանդիպումների արդյունքում բազմաթիվ տարատեսակ թեմաներից ենք խոսելու եւ ունենք գաղտնիք հաղորդման մեջ, որը հիմա ձեզ չենք ներկայացնի, վստահ եմ ամբողջ աշխարհում խոսելու են այդ թեմայի մասին, Նիկոլի կրկնօրինակի մասին։ Այո, Նիկոլը մեզ հյուր է լինելու այդ օրը, մենք հատուկ իր համար կուկուրուզու պերաշկի ենք օրդեր արել, Հովոջան։ Այնպես որ սիրելի։ Այնպես որ սպասեք շատ հետաքրքիր անելու կուկուրուզու պերաշկի փարթին։ Նիկոլ ջան, ես էլ դու կարաս նայես, մի քիչ գիշերը վատ երազներ տենաս։ Պամպերսը դե կփոխես։ Բացի այն ինչ որ խոստացել է չի արել, իհարկե սրբություններ ուրանալ, բան հայրենիք վաճառել, ու այսօրվանից հաստատ հայտարարում եմ, որ դեռ տալիք ունենք, սա վերջը չի։ Ես իհարկե հասկանում եմ, որ մի փթիր մասակ կա, հա, որ ոչ ուղեղ ունի, ոչ բան, նույնիսկ ստամոքս չունի, ասենք գոնե ստամոքսի իրան ինչ-որ մի բան պետք է հուշել, էլի, ես չգիտեմ դրա օրգանը որն է մտածելու։ Եվս երկու բան եմ ուզում ավելացնեմ այս սրբությունների վրա, թե ինչ էլի շա, էլ ինչից է ինքը զրկվելու, կարող է դա բան փոխի։ Վստահ եմ, որ դա բան է փոխել։ Առաջին, ուրեմն ցանկացած գյուղացի մանր առևտուրով զբաղվող, ցանկացած գործարար, ցանկացած մարդ պետք է իմանա մի բան, սրա ընտրվելու պարագայում իրա ամեն մի կոպեկը ծախսած երևալու է, որովհետև սա հանելու է կանխիկ դրամի շրջանառություն։ Այսինքն նույնիսկ կանաչի վաճառող գյուղացին, որ ասենք կարող է իր տանը, չգիտեմ ինչ որ մի տեղ, մի բան վաճառի, հացա, հավա, ծույա, չգիտեմ, էլի, մարդիկ ամբողջ գյուղեն ինչ են անում։ Եվ իրաց տարածքներում են վաճառում, եւ քաղաքում են վաճառում, չէ, կանխիկ գումարով։ Վերջացավ, դուք եւ կանխի գումարով չեք կարա։ Հետներդ պետք է մանտակ սարք եւ ձեզանից պետք է գնեն քարտով ու ծլանք գնաց հաշվի վրա բանկի, որը երևում է, որը բերելու են ասել այսքան եկամուտ ես ունեցել, բես սրա հաշիվները փակի, բայց հարկերն ով պետք է տա։ Բա։ Այսինքն ցանկացած գյուղացի, անկախ նա ինչքան ինքը սիրում Նիկոլին, ինչքան թքած ունենա այս նկարի հերոսների վրա, իր ապագայի վրա, իր երեխեքի վրա, անցավորների վրա, սրբությունների վրա, ամենամեծ բարձր ազգից թքած, ծառից թքած ունենա, վստահ եմ, իր ծախած կանաչի գինը իր համար կարևոր է ուրեմն։ Որովհետև այս արժեքները դավանող մարդը վաղուց է հասկացել ով է Նիկոլ Փաշինյան։ Ուրեմն ասեք հարգելի Նիկոլասերներ,
Ոչ միայն դուք ձեր մանր բիզնեսներն եք կորցնելու ու դառնալու եք ուղակի ոնց է հասկատում գերի, այլ դուք գերի լինելով հանդերձ այլևս կախված եք լինելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունից, որովհետև ձեր քարտը, ձեր ապարատը, ձեր բիզնեսը աշխատելու է եւ կանգնելու է հենց այն պահին, երբ որ դուք սկսեք դուրս չգալ Փաշինյան Նիկոլին։ Ոսեք տեսավ, չէ՞։ Խանութ մտավ, իրան ասեցին դուրս այ դու ցանկալից է, չես։ Հաջորդ վարքյանին հարկայինը ձեր խանութի բանը, որ այդ ձեր ապարատը էլ ոչ մի քարտ չընդունի։ Դրանից անջատվում է կոճակով։ Հիմա որ անջատեն, գրողին անջատեն, մարդիկ կգան կանխիկով կառնեն, չէ՞։ Բայց այն ժամանակ այս մարդիկ, ովքեր հանկարծ որոշեն, որ իրենք կարծիք ունեն, ճիվաղի հետ համաձայն չեն, իրենք դառնում են միանգամից ով անջատվում են իրենք։ Նույնը նաև քաղաքացիները, ցանկացած քաղաքացին դիմադիր գործիչ լրագրող բան, որը որ պահի ձեռ չտվեց իշխանությանը, միանգամից բանկը այդ բլոկավորում է իր քարտը։ Եվ այս մարդը մնում է սոած։ Ոչ ուտելիք կարող առնի, ոչ կարող տեղափոխվի, ոչ բենզին կարող լցնի, ոչ տրանսպորտ կարող նստի, ոչ տանվար ստա, ոչ մի բան։ Դառնում է ուղակի 0։ Այս այա լինելու, եթե Փաշինյան Նիկոլը ընտրվեց։ Վարչապետ։ Երկրորդը, եթե նույնիսկ մարդ կա, որ ասում է դե լավ, ասում է, ոչինչ ես դա միջոցով էլ կանցնեմ, ուրեմն մացեք։ Ամեն տարի ձեր գույքը հարկը թանկացել եւ թանկանալու է 100%-ով։ Այսինքն պահ գալու 1 տարուց, 2 տարուց, որ դուք այդ չեք կարողանալու ապրել ձեր տան մեջ։ Այնքան միջև ստիպված դուք դա ուղղակի նվեր տակ, նվեր։ Հետո պարզվելու է ձեր գույքը հատկա ավելի շատ է, քան ձեր տունն արժի։ Նվեր տակ պետությանը կամ դա հարկադիրը գալու է ձեզ խլի, ձեր տնի, ձեր ունեցվածքը։ Մի տարի չմուծեք, դա հարկադիրը գալիս է ձեր հետևից։ Միջև դուք մնաք ուղղակի առանց ոչ մի բանի։ Այն ժամանակ 300,000 թուրքերին դուք եք խնդրելու, որ գան, թեկուզ ձեր պարտքերը վճարեն մի հատ Սամալյոտի ինքնատիռի տոմս առնեք, ինչպես 90-ական թվականներին էին անում։ Մարդիկ իրանց տունը վաճառում էին մի ինքնատիռի տոմսի գնով։ Սա մենք արդեն անցել ենք։ Սա չափազանցություն չի։ Եվ մարդիկ ես շատ գիտեմ, իրանց տունը վաճառել են ընդամենը տոմս առնելու գնով։ Ու գնացել են։ Եվ այսպես տարբեր եղանակներով Հայաստանը լեգիտիմ կդատարկվի եւ կնվիրվի թուրքերին։ Դե արդեն իրանք կգան այդ օրենքները ոնց կփոխեն, ինչ չփոխեն, ոնց չեն փոխի արդեն դա ընդհանրապես էական չի։ Անենց որ այն մարդիկ, որ այս հերոսների վրա թքած ունենան, պետք է հասկանան մի բան, որ իրանց այս մեթոդներով ընդամենը 1-2 տարվա մեջ վիժեցնելու են իրենց տնից, իրենց երկրից։ Հիմա գնանք։ Դե Նիկոլը։ Մի հատ լսենք Փաշինյանի սուտը։ Ես ասել եմ կան վախկոտ գեներալներ եւ դասալիքներ եւ այո նրանցից շատերը դատվում են։ Նիկոլ Փաշինյան, այդ որ ասում ես 10,000-ից ավել զինվոր վախեցել ու չի կռվել, վախկոտ գեներալներ ենք ունեցել։ Բա որը տենց է 44 օրյայի զեկույցը ինչի համար չես հրապարակում։ Թե կարողա պարզվի, որ դու քո դեմ ցուսմունք ես տալիս։ Կարողա պարզվի, որ այդ զորքերը չեն կռվել ու խուճապի են մատնվել, քանի որ Վայնկոմատները մոբը կազմակերպված զորամասերի կազմում չեն արել, այլ վաշտերով են արել եւ այդ վաշտերը առանձին տարել են առաջնագիծ առանց պատրաստվածության ու հագեցվածության։ Կարողա պարզվի Գորիսում ու Սիսիանում եղել են ռեզերվային զորամասեր, որոնք պատերազմի դեպքում պետքա մոբով համալրվեին ու գնային նախապես պլանավորված զբաղեցման շրջաններ հարավային թևում։ Կարողա պարզվի կռվից մի քանի ամիս առաջ եք այդ զորամասերը լուծարել ու այդ զորամասերի չլինելու պատճառով որ հարավային թևում այտենց խուճապ առաջացել։ Կարողա պարզվի, որ այդ զորամասերի լուծարման հրամանը քո գենշտաբի պետն է տվել քո անմիջական իմացությամբ
Լսակ Օնիկ Գասպարյանի պաշտպանն եւ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը քրեական գործեր է։ Վերջապես կարող է պարզվի, որ դու դիտմամբ ես արել, մենք այդ պատերազմը պարտվենք։ Այս ամեն ինչից հետո մի բան է պարզ դառնում, որ դու չես կարողացել ապահովել մեր զինվորների կյանքն ու անվտանգությունը։ Բավական է։ Բավական է, որ Նիկոլ Փաշինյանին ընտրողները այսքանը լսեն, պլյուս այն ինչ որ ես վերեցի տնտեսական մասով, չէ՞ որ այդ Նիկոլ Փաշինյան ընտրող այդ տականքը ինքը ոչ հայրենիքի զգացողություն ունի, ոչ բարոյական զգացողություն ունի, ոչ պարտքի զգացողություն ունի, ոչ մի բան զգացողություն չունի, բայց սովի զգացողություն հաստատ կունենա, էլի, սովի, որտեղ այն ինչ որ ես ասեցի նախկինում, դա ուղիղ ստամոքսի հետ է կապված։ Իսկ եթե հանգարցնանք դիմադրեն, ասեն ոչինչ սոված կմնանք, բայց մեր լիդերը, մեր հանցագործ չի, այս մասը դրեք իրա դեմում, այս մասը։ Ու ասեք, պատկերացնես, այսա քրեական գործ է իրա վրա։ Ու հենց սրա համար էլ այդ հանձնաժողովի բաները չեն բացահայտում։ Ինքը մեղադրում է, դե որ մեղադրում ես, բեր ապացույցները դեմն ես։ Բեր։ Գիտեք Դավիթ Տոնոյանն չի ասում, դրանք պարտադիր է հրապարակեն, որովհետև Դավիթ Տոնոյանը որպես նախարար մեծ մասը գցելու է Օնիկ Գասպարյանի վրա։ Ասել եմ մի վարքան, ես նախարարն եմ եղել, գլխշտաբի պետը չեմ եղել, պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետն է։ Կրվողը, ոչ թե պաշտպանության նախարարը։ Այն իր մեղք ունի անշուշտ, բայց հիմա ամբողջն են դրել վզին։ Ասում են դու սուս մնա դե նստի իջև։ Իջև մենք սենց էլի։ Հետո քեզ ընտրություններից հետո կհանենք։ Այդ ամնիստիա կանենք դու էլ դուրս կգաս։ Հատուկ համար էլի, ոչ թե իհարկե մնացածի համար։ Ղարաբաղյան շարժումը դա պայքարի շարժում է։ Որ պահին որ պայքարը դադարեցնես, հաջորդ պահին դու կորցնում ես ամեն ինչ։ Այսինքն սա հավերժական պայքարի մասին է խոսքը։ Եվ եթե նայեք այս ժայռաբեկորը, որից այս 3 խաչքարները ծնվում են, պայքարների 3 խաչքարները, հիշեցնում են Հայաստանի լեռնաշխարհը, Սևրի քարտեզն է կարծես թե, դրա համար մի կողմում գրված է Սասուն, մյուս կողմում գրված է Շուշի։ Ցավոք սրտի մենք հետընթացի մեջ ենք, որովհետև այդ ժամանակ, երբ որ սա կառուցվել է, Հադրութը չկար, Շուշին չկար, բայց Արցախը, Արցախի մի մասը դեռ կար։ Հիմա չկա դա։ Եվ այս հետընթացը, այս մեր ամոթի էջը, այս գահավիժման ընթացքը պետք է կանգնեցնենք մենք։ Սա նրանց համար ովքեր ասում են, այ որ տանք, խաղաղություն կլինի, այս ամեն ինչը կանգնի։ Սասունը չկա վաղուց, Սուրմալուն չկա վաղուց, Ղարսը չկա վաղուց։ Ինչպես տեսակ չկանգնեց, հիմա Շուշին չկա, Ստեփանակերտը, Հադրութը չկա, Քաշաթաղը չկա, Քարվաճառը չկա, բայց դե ոնց որ տեսնում եք չի կանգնել։ Վաղը չի լինելու նաև, չէ, արդեն ոսկեպարը չկա, Բաղանիսը չկա, էլի չի կանգնել, վաղը Ջերմուկը չի լինելու, էլի չի կանգնելու, գալու են անկլավները, հետո Գորիս, հետո Գեղարքունիք, հետո Վայք, դες չի կանգնելու, որովհետև այն տխմարը, որ մտածում է մի բան տամ, գլուխս հանգիստ տնեմ, քնեմ, նման է այն նապաստակին, որ մտածում է, որ եթե իրան խելոք պահեց, գայլ իրան չի ուտել։ Իսկ տես նապաստակի ճակատագիրը նույնն է։ Նույնը։ Ուղղակի այն նապաստակը, որ մտածում է պաշտպանվելու մասին, գոնե փախնում է, գոնե պաշտպանվում է, գոնե դիտի ոնց ապրի, որ գայլի բաժին չդառնա։ Բայց խելոք նապաստակը խելոք։ Գայլը խելոք գալի է ուտի։ Որտեղ գայլի գործը նապաստակ ուտելն է։ Եթե դու քեզ նապաստակի նման ես սպահում, մի զարմացի, որ քեզ ուտելու է։ Սա այդ խաղաղություն երազող եւ խաղաղությունից խոսող տխմարների համարություն։ Դե ուրիշ բառ չես կարող դից ասես։ Մի հատ էս ադրբեջանցուն լսենք։ İran Azerbaycanlıları nəzərdə çatdırmaq istəyirəm ki,
Бывший спикер парламента Азербайджана Расул Гулиев вышел с жесткой речью. Хочу довести до вашего сведения, что иранские азербайджанцы считают себя иранцами. И это не ассимиляция. Их родина Иран. О какой ассимиляции вообще идет речь? Я не могу понять. Эти люди живут там 5000 лет, и эта земля называется Иран. Нет там никакой ассимиляции. Откуда вы это берете? Их родина – Иран. И в этом истина. Просто мы вошли в состав России после того, как русские завоевали эти территории. Если бы не Россия, мы бы сейчас были бы в составе Ирана вместе с Южным Азербайджаном. И наша родина была бы Иран. Нет никакой речи об ассимиляции. Речь о том, что вот некоторые из наших говорят, мы пойдем освободим Южный Азербайджан. Знаете, это идиотизм. На самом деле, очень тяжело понять этот идиотизм. Южный Азербайджан думает иначе, наоборот. Они думают, что наш Азербайджан присоединится к Ирану и все восстановится будет как прежде, по справедливости. Мы вообще очень интересный народ. Սա եմ ասում էլի, Իլհամ Ալիևը այնքան է կորցրել իրան, Նիկոլի շնորհիվ այդ էֆորիան իր գլուխն այնքան է տարել, որ արդեն երազում է գնա Իրանի Ադրբեջան ազատագրելու եւ իր նախկին խոսնակն ասում է ապուշ չի կարա։ Դա Ադրբեջանը ինչ կապ ունի։ Դա Իրանն է, այդ տարածքում կոչվում է Ադրբեջան, Ադրբեջան։ Հա։ Ու սրա հետ ինքը ոչ մի կապ չունի։ Իրանք այնտեղ ապրել են հազարավոր տարիներ։ Այս տարածքը ռուսներն են գրավել Իրանից։ Ռուսներն են գրավել իբր Իրանից, բայց Իրանից չեն գրավել։ Բաքուն ո՞նց են Իրանից գրավել։ Ինչ վրա է։ Հա։ Հիմա ինչ եմ ասում։ Անեցա դուր գալիս էս բանը ինձ Իլհամի էս հոգեվիճակը։ Երբ որ թշնամիտ էս հոգեվիճակի մեջ է լինում, երբ որ ինքը կորցնում է ռեալության զգացողությունը, ուրեմն իմացի, շուտով ինքը հանդիպելու է այդ անհաղթահարելի խոչընդոտին մեղմ ասած։ Ու այն հայերեն ասած խիարը թարսաբուսնելու։ Հուսով եմ մենք դա կտեսնենք շուտով։ Հուսով եմ։ Ու իզոլես ընկեր իրանց զգուշացնում։ Բայց ինքը հասկանում է, որ Իլհամի այդ գործողությունները դեպի պետության Ադրբեջան իրանց պետության գոյությունն են դնելու կասկածի տակ։ Ես վստահ եմ, որ ինքը չի կարողանալու կասեցնել Իլհամի, որովհետև Իլհամը թքած ունենա այս ամեն ինչի վրա։ Իր փառքը, իր ինքնավստահությունը հիմա խթվել է, հասել է միջև տիեզերք։ Ինչա թե ասենք Նիկոլի նման մի ճորտ ունի, ու այդ ճորտի շնորհիվ կարողացել է աննախադեպ, աներևակայելի հաջողություններ գրանցել Հայաստանի հանգամանքում։ Ոնց արգարակում։ Վերագարակ ինչի ասում ես քանքի չխում։ Ուրա։ Լսեցի, ասում որ են ագարակցիներ, ասում չկա մեր ագարակցիներ, չկա, չի ասում ես քան քիչ խումբ, ասում նրանք մեղրեցիներն են։ Այս շրջիկ կրկեսնա։ Ագարակցիներն թքում սրա վրա, մեղրեցիներն թքում սրա վրա, այսինքն սա իրա թաղապետեր, գյուղապետեր, համայնքի պետեր, մանկավարժներ, դպրոցների աշխատողներ, մի խոսքով։ Պլյուս երկու ավտոբուս, մի 20-30 հատ էլ մեքենա, մշտական իր շրջիկ կապիկներն են, որ իրար պատտվում են։ Նիկոլ Փաշինյան, դու ընտրության օրը հասցնելու ես այս կազմով 2000 տեղամաս պատտվես։ Չես հասցնելու։ Ես պետք է հիշեցնեմ մի բան։ Նույնիսկ ամբողջ ռեսուրսները տրամադրելով վերջին ընտրությունների ժամանակ Վարաշապատում, իրանք Վարաշապատում պարտվեցին։ Տեսեք, ամբողջ ռեսուրսները, ամբողջ ԿՊ ռեսուրսները դրված էր Վարաշապատի ընտրությունների ժամանակ։ Որտեղ քաղաքում իրանք պարտվեցին այդքանից հետո։ Ուղղակի մի հատ փոքրիկ գյուղում կարողացել են 100% նես կեղծել, որ այդ խոշորացված համայնքի վերջնական թվի մեջ իրենք կարողացան բալանսով մի քիչ առաջ ընկնել 50+ ստանալ։ Բայց տեսեք, ասում եմ, այդ մի փոքրիկ խոշորացված տարածքում։ Հիմա հարց։ Դուք ինչ պետք է անեք ամբողջ Հայաստանի 2000 ընտրատարանասրում իդ վերցրած։ Ոչ մի բան։ Տեսեք 19 կուսակցությունը մասնակցելու։ Դա եւ լավ է եւ վատ։ Վատ այն առումով, որ
ընտրության ձայներն են փոշիանալու շատ դեպքերում, բայց որոշակի իմաստով այն տեղամասերում, որոնք կլինեն այդքան վստահված անձինք, կեղծիքների հավանականությունն են քչանում ընդհանրապես, քչանում մի քիչ, բայց միևնույնն է, բացարձակ մերկամասնություն, այն էլ եթե մեր ժողովրդի մենք կարողանանք համոզել, որ գնա ընտրության, խնդրում եմ, գնացեք, ոչ մեկին մի ընտրեք, ոչ մեկին, եթե չեք ուզում ոչ մեկին ընտրեք, գնացեք ընտրեք ոչ մեկին, գիծ քաշեք կամ ընտրեք բոլորին դեմեք, որ հետո նորից ընտրություն կազմեք, կամ ճղեք այդ ինչ ուզում եք, բայց գնացեք, ձեր ձայնին տեր եղեք, կատարեք ձեր քաղաքացիական պարտքը, որ հետո դուք ձեզ համարեք որպես քաղաքացի, արժանապատիվ քաղաքացի, էլի, որ ապացուցեք ձեր ապրելու իրավունքը այդ հողի տարածքի վրա։ Եթե գնաք, դե 50% պլյուս լինի, իմացեք Նիկոլ Փաշինյանը պարտված է, նույնիսկ կեղծելով է պարտված, նույնիսկ կեղծելու ռեսուրսները դրածի հետ, ինքը պարտված է, ու այս ամբողջ քարոզարշավը հենց դրա մասին է, դա է ցույց տալի։ Միասին լսեք։ Դուք ուզում եք, որ դուք լավ ապրեք, չեք կարա։ Ես պետք է լավ ապրեմ։ Դուք ուզում Հասկացա՞ք, որտեղ այս բանաձևը սա է այս պետության մեջ։ Գիտեք, այս բանաձևը չի հասկանում ագարակցին, մեղրեցին, գոդիսեցին, բաղաշապացին, ով չի հասկանում, բոլորը հասկանում են, որ այս երկրում պետք է լավ ապրում են գրզոն, գրզոյա նմանները, լֆիկա նմանները, հասկանում եք։ Այս բյուջեն է իրանցը, երկիրն է իրանցը, ընդերքն է իրանցը, հալանն է իրանցը, ոքի չգիտեմ գրզոյնով է խոստացել, որ թուրքերի գալու ժամանակ էլ է տես լինելու։ Ես չգիտեմ ով կարա իրան տես երաշխիքներ տա։ Բայց առաջ չընկնենք, ընդամենը 4 շաբաթ ժամանակ մնաց։ Մենք Հիմա գնանք Ռուսաստան մի բան, որը շատ կարևոր է, շատ, մանավանդ մեր ընտրությունների նախաշեմին։ Итак, дефицит бюджета Российской Федерации за первые 4 месяца 2026 года составил 5 триллионов 877 миллиардов рублей, то есть почти 6 триллионов рублей. Напомню, что на весь год план был 3,5 триллиона рублей. По итогам первого квартала, то есть январь-март, уже было 4,6 триллиона рублей. И вот снова рост более чем на триллион рублей за один месяц. И это катастрофа, которая уже всем очевидна. Давай. Սա օֆիցիալ տվյալներ է, դե հիշում եք մի երկու օր առաջ ցույց տվեցի, որտեղ Խարլամովը գալիք ասում է հանեք ձեր գումարները, եթե դեռ կարող եք բանկերից, որովհետև որոշում են ուզում ընդունել, որ ժողովրդից ուղղակի ժամանակավոր սերտիֆիկատների դիմաց կոնֆիսկացնելու են, սեփականացնելու են իրենց խնայողությունները բանկերում։ Դե զուգահեռ մի հատ օլիգարխ բռնեցին 3 միլիարդ դերս խլեցին 3 միլիարդ դոլար։ Նորմալ է Ռուսաստանի համար։ Հիմա ինչա կապված մեր ընտրությունների հետ։ Այս ֆինանսապես եւ ռազմական շքերներ տեսանք, որ տեխնիկա չկա ցույց տալու հակառակ դեռ մտածում էին ոնց անեն, որ Զելենսկին հետո չրմբակոցի Մոսկվան։ Այսինքն Պուտինի դիրքերը թուլացած են քան երբևէ։ Դες բան ես չեմ հիշում պատմության մեջ։ Հիմա եթե մարդ կա, որ մտածում է, այ իսկական ժամանակն է, որպեսզի ռուսական 5-րդ շարասյունից ազատվել, ասեմ, այո, ու առաջին հերթին Փաշինյան Նիկոլիցը պետք է ազատվել հենց հիմա։ Որովհետև ռուսական 5-րդ շարասյան ամենագլխավոր ներկայացուցիչը Գրզոն, Նիկոլը, Արսենյան Գուգոն, Լֆիկը, բոլոր այդ օլիգարխները, որ կան իդեմս Փաշինյան Նիկոլի, դրանք ներկայացնում են ռուսական թևը։ Այն մյուսը, որ կողքը կա ներկայացված է խորհրդարանում, Սերժիկն ու Ռոբիկը, դրանք այն մյուս թևն են ընդհանրապես, որ ներկայացված են խորհրդարանում որպես ընդդիմադիր, բայց դրանք բոլորը իրար հետ խաղում են նույն խաղը, իրականացնում են նույն քաղաքականությունը, իրականացնում են նույն տնտեսական քաղաքականությունը։ Ինչ եմ ուզում ասել։
Որտեղ միտեղ կարծացի, որ Ռուսաստանը բանը թուլացած է չի կարող պաշտպանի Սամվել Կարապետյանին, ես ուզում եի մտածեի, արա ընկեր ջան, բայց ինչ ես մտածում Ռուսաստանի միակ պաշտպանյալը դա Սամվել Կարապետյանն է։ Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին ոչ մեկ չի խոստովանել եւ իրականում չի արել այնքան բան Ռուսաստանի համար, ինչքան Նիկոլ Փաշինյանը։ Նա ինքն իր բերանով խոստովանեց բոլորիս, որ ինքը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, որ Պուտինը երկու անգամ դրա մասին ասել է, որ ինքը թույլատրել է, որ գնա Վաշինգտոն օգոստոսի 8-ին ստորագրի, հետո եկել զեկուցել է ամեն Բրյուսել գնալուց հետո վազում է Մոսկվա։ Այսինքն ավելի մեծ ապացույցներ, էլ չեմ ասում Սիրիա զորք ուղարկելը, հապկի զորքերը Ղազախստան ուղարկելը, երբ որ հապկի նախագահ Փաշինյան Նիկոլն էր հիշում եք։ Այնպես որ այո, հիմա իսկական ժամանակն է Ռուսաստանից ազատագրվելու եւ առաջին հերթին Փաշինյան Նիկոլից ամենամեծ կեղտը ոնդելուց այսօրվա դրությամբ ներկայացված է որպես կառավարություն, դա Փաշինյան Նիկոլի կառավարություն։ Մի հատ ուզում ես մեջ Ռուսաստանում մեծացած եղբորը լսել։ Ու ես վստահ եմ, որ այսպիսի պատմություններ դուք շատ եք լսել։ Շատ անկեղծ պատմություններ։ С детства внушали: не говори на армянском в общественных местах. Ты проявляешь неуважение к тем, кто тебя не понимает. Они могут подумать, что ты их обсуждаешь. И с такой вот установкой я вырос и думал, что так живет весь мир. До тех пор, пока не попал в Европу. Я ехал в поезде в Италии и вокруг себя насчитал 5 разных языков. Китайский, английский, испанский, арабский, турецкий. Но всю идиллию нарушил контролер, который зашел и заговорил на итальянском. Я подумал, не из-за этого ли русские армяне, кажется, хуже остальных диаспор говорят на своем языке. Во Франции я познакомился с армянином, которому было 70 лет. Он ни дня не был в Армении, но говорил по-армянски лучше, чем я. И даже не очень понимал, потому что мой армянский — это такой русский с армянским акцентом. Ну вот, посудите, как я говорю. Например, телевизор միացրա, сериал наենք, холодильникից лимонада бեր ու попкорна վերցրա. Из 10 слов 5 на русском. Ну а потом мы стали с армянами говорить на русском для удобства. Дальше уже и дома стали говорить на русском для простоты. И в какой-то момент мы просто забыли свой язык. Ну а что вы скажете? Говорить в чужой стране на родном языке — это норм или нет? Ցավում եմ, որ Ռուսաստանում կա այս կոմպլեքսները, անկեղծ լինենք։ Դուք հայերեն չեք խոսում դրա համար, որ կողքից չմտածեն, որ հանկարծ դուք իրենց մասին եք խոսում։ Չէ, շատերը խոսում են ռուսերեն, որ կողքինները իրենց ընկալեն որպես իրենց մի մասը։ Այս կոմպլեքսն է, հայ երևալու կոմպլեքսը։ Հայ երևալու կոմպլեքսը, այսինքն ռուս չլինելու կոմպլեքսը։ Գիտեք ինչ օրինակ Ամերիկայում դա չկա։ Չկա այդ կոմպլեքսը, որովհետև դու պարտադիր չի որ լինես ամերիկացի։ Նույնիսկ Եվրոպայում չկա այդ կոմպլեքսը։ Որտեղ եվրոպացու համար դու պարտադիր չի որ լինես ռուս, եվրոպացի համար մեկը դու ես։ Բայց ռուսական միջավայրը իր այս ճնշող, հա, ֆաշիստական ինչ որտեղ շովինիստական մոտեցումով պլյուս հայերիս ներքին քաղաքենիական մղումները եւ կոմպլեքսները փոքր ազգի այդ ինքնաճանաչման բացակայության արդյունք։ Բերել է դրան։ Որովհետեւ ինչ եմ ասում ինքնաճանաչման բացակայության արդյունքում, որտեղ Խաչատրյան Արամը ինքը առաջինը պետքա գրել ռուսական երաժշտություն, որ հաճոյանար ուստերին, բոլշևիկներին, կոմունիստներին։ Բայց ինքը թքածում էր։ Գերում էր հայերեն, հայկական երաժշտություն։ Նույնը խորհուրդ տվեց իր բոլոր աշակերտներին, Բաբաջանյանին, Տարիվերդիևին, դաժե Մուրադելիին, բայց այնքան որ կրոնափող վրացի է, նրա ամենակարևոր բանը հաճոյանալն է Ստալինին, Ջերժինսկուն, ում կերպարներով նա տարված էր եւ մտածում էր որ լավ գցնեմ իրան։ Հայերն է, Մուրադյանը դառել են Մուրադելլի, որ դուրս գար դրանց։ Ու տենց են անպատիվ անփառունակ մեռա։ Որտեվ իր մոտ ինքնաճանաչումը փոխակերպված էր կարիերայի ձգտումով։ Շատ կարևոր։
Հուսով եմ, այս ընկերոջ պատմությունը մեր Ռուսաստանում ապրող հայերի մոտ մի քիչ մտածելու բան կտա։ Սա որպես քննադատություն չի, ուղղակի մի հատ վերանայելու հարց է։ Խոսքերս մի ընդունեք որպես քննադատություն, ուղղակի մի հատ sense կողքից հայացք։ Եվ կոնկրետ օրինակների վրա, որ այս տղեր կային ու չեն ամաչում իրենք հայեր։ Գրում էին հայերեն ու նույնը խորհուրդ էին տալի իրանց լավագույն ուսանողներին, Բաբաջանյանին, Տալիբերդիևին, նրանք բոլորը սովորել են Խաչատրյանի մոտ։ Հա, ու դրանք միշտ հպարտացել են իրանք հայեր, միշտ։ Իսկ հայերով անկախ նայած մենք որտեղ ենք ապրում, մենք հանգիստ կարանք խոսենք հայերեն ու հպարտանանք, որ մենք հայ ենք։ Այսօր էլ նույնիսկ Մոսկվայում դուք այնքան հայ ունեք, հաջողության ասած, այսօր Ռուսաստանի ընդհանրապես մեդիայի ամենահասուն, ամենահարուստ, ամենահայտնի մարդիկ էլի հայերն են։ Արտուր Ջանիբեկյանից սկսած մինչև Գարիկը Մարտիրոսյան։ Ու դուք տեսեք իրանց շուրջ ինչքան էլի հայեր կան հավաքված։ Չեմ ասում էլ մնացած ընկերներին, ես վստահ եմ էլի դեռ կլինեն, ուղղակի ես ասում եմ նրանց մասին ու ես գիտեմ, վստահ եմ էլի հայեր կլինեն դեռ։ Տեսեք բանալին էլի որտեղ է կանում։ Ինքնաճանաչումը։ Այսպիսի բան ա եղել այսօր, ուրեմն Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական ա տվել, գիտեք ինչի, որովհետև Լատվիայի տարածքը մտել 2 դրոն, տեսեք, 2 դրոն Ռուսաստանի տարածքից մտել ա Լատվիայի տարածք ու պաշտպանության նախարարը հրաժարական ա տվել։ Այս Սուրո Պապիկյանի դուրը ծեծեք, ասեկար այ անասում, տենում ես, նախարարը որն ա։ Քո զինվորներից 15 հոգու սպանեցին, վառեցին, ու նույնիսկ դեպքի վայր չգնացիր։ Հետո որ հրաժարականն էին ուզում, ասում էր իմ հրաժարականը տալու հիմք չկա։ Էլ չեմ ասում ջերմուկի դիրքերը գրավելը, սոտքի դիրքերը գրավելը։ Հայաստանի գրավելը, տարածքների գրավելը պաշտպանության նախարարը հետ շվեջ ինչի։ Գիտեք ինչի։ Որովհետև 2 դրոն Լատվիայի տարածք մտնելը իրանց համար պարտություն էր, իրանց համար դա չեպ էր, իրանց համար անթույլատրելի բան էր։ Հայաստանի կառավարության համար տարածքներ հանձնելը ոչ թե միայն անթույլատրելի չէր, այլ նաև ցանկալի էր եւ այդեն շարունակ, դեռ ինչ է պետք է լինեն։ Դրա համար ոչ մի հրաժարական չկա։ We have to get the people of our country, of this country, to love Israel more. I have to tell you that. We have to do it. We have to get them to love Israel more because you have people that are Jewish people, that are great people. They don't love Israel enough. You know that. Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների Փաշինյան Նիկոլն է։ Որ ասում պետք է մենք այս ժողովրդին, մեր երկրի ժողովրդին ստիպենք, որ իրանք սիրեն Իսրայելն ավելի շատ, քան Ամերիկան։ Որովհետև այնտեղ կան հրեաներ, որոնք այնքան շատ չեն սիրում Իսրայելը։ Իսկ Իսրայելը լավ երկիր է, պետք է սիրեք Իսրայելը։ Ամերիկացի ժողովուրդը իր եզրակացությունն անում է։ Ինքը պատահմամբ ընտրել է Նիկոլ։ Եվ իր եզրակացությունն անում է։ Ու այդ եզրակացությունն ներվում է արդեն քվեարկությունների ժամանակ, այդ եզրակացությունն ներվում է միտինգների ժամանակ, եզրակացությունն ներվում է մեդիայում, տարբեր տեսակի հայտնի բլոգերների մոտ, երևում է ու այն աստիճանի ինֆորմացիա է տարածվում, սարսափելի, որ մեկ տարի առաջ Այն որ ես դա մասին խոսում եմ, որ լինելու է, նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել, այսօր մեկին մեկ իրականանում է այն ինչի մասին մենք խոսացել ենք, որովհետև այս ժողովուրդը ազատ ժողովուրդ է, ազատ, ինքը խնդիր չունի ինքնադրսևորվելու, ինքը խնդիր չունի լավին լավ ասելու, վատին վատ ասելու, դրա համար ինչքան որ այս ամերիկյան Նիկոլը վնասի այս երկիրը փոխվելու եւ փրկվելու շանս ունի, որտեղ իր քաղաքացին ազատ է եւ կապանքներ չունի, ասի դե լավ, եթե մեր պրեզիդենտը ասում է Իսրայելը շատ ավելի պետք է սիրեմ, ու դեմս գնամ սիրեմ։ Բա ոնց գնամ սիրեմ, դա խոգաս տենց ասում են։ Չէ, այս չի։
Հիմա մենք մեր երկիրը կարանք թե փրկենք թե չէ, ուղիղ կախված է ինքան նրանից, թե ինչքան մենք ենք ազատ մեր կարծիքի տեսակետների մեջ։ Ինչքանով մեզ կանան ստիպեն, որ մենք Թուրքին ավելի շատ սիրենք, քան մեր հայրենիքը։ Չէ՞ որ հիմա այդ քարոզն է գնում։ Ինչքանով ինքը կարող այդ քարոզը հաջողի, որ Արցախը մերը չէր։ Բա որ մերը չէր, այ անառակի զավակ 144 միլիարդ դրամ այս բյուջեից ու իր կճում տալիս Արցախին։ Ինչի դիմաց։ Որ բոլորը հանձնեն ամեն ինչ կա, Հայաստանի բյուջեի հաշվին։ Այսին նայք էս արձանը։ I want to make sure everyone can hear. Okay, sir. Թրամփի ոսկի արձանն են կանգնացել։ Բանի տանը, իր տարածքում, Մարալագայում, Ֆլորիդա։ Այո, նարցիսիզմն ու հիմարությունը հասել է այս աստիճան Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Հասկացեք, այս աշխարհի ամենահզոր երկրի ղեկավարին ISI է պակասում։ Դե հիմա չտվեցիք Նոբելյան մրցանակ։ Ես կհարձակվեմ, պատերազմներ կսկսեմ, վերջում էլ արձանս կկանգնեցնեմ ոսկի ու կասեմ դե ինձ գովացեք տակը, որ տակը գովացողների նայում եք, նայեք ովքեր են։ Դեք։ Մեր հրյա բարեկամները, բայրաներով պետք է գովա։ Իրաց ամենասիրած հրյանը աշխարհում պատմության մեջ, որովհետև ինչ իրանց պետք է անում է, մի բան էլ ավել։ Իսկ հիմա սա լսեք, սա ընդհանրապես կաշմարի մասին է խոսքը։ The raw, unfiltered truth behind the world's most explosive conflicts. What you are about to hear is not speculation. It is not a simulation. This is the shocking reality unfolding right now, in real time, delivering the most humiliating blow to American military power in modern history. Ladies and gentlemen, welcome back to the channel where we expose right now, in real time, delivering the most humiliating blow to American military power in modern history. In just 48 hours, the unbreakable iron alliance between Iran and Russia has achieved the unthinkable. Over 500 United States warplanes, F-35 Lightning IIs, F-15 Eagles, F-16 Fighting Falcons, and Reaper drones have been completely destroyed or shot down in a merciless coordinated assault. Gone. Սա երկար ռեպորտաժը ինչ է ասում, վերջի 48 ժամվա մեջ, այս թիվը իհարկե սարսափելի մեծ թիվ է, որ 500 ինքնաթիռ է կորցրել Ամերիկայի Միացյալ Նահանգները տարածաշրջանում, տարածքում։ Ես գիտեմ, որ ավիակիրների է խփել, վնասել, դա հստակ տեղեկություն է, հստակ, բայց որ նաև 500 ինքնաթիռ, ես գիտեմ, որ 52 ինքնաթիռ է տեղակայված տարածքում, F-35, բայց որ 500, սա իհարկե ճշտել է պետք, բայց խոսացող ամերիկացի էքսպերտ է, որի մասին դուք չեք լռում են, լռում չկա, ոչ մի ձայն չկա, ոչ մի ձայն չկա այդ մասին։ В Аравийском море зафиксирован беспрецедентный инцидент с участием 2 авианосных ударных групп военно-морских сил Соединенных Штатов Америки. Согласно имеющимся данным, 500 иранских дронов «Камикадзе» «Шахед-238» были запущены единой скоординированной волной по американским силам. Запуск осуществлялся с береговых батарей и быстроходных атакующих судов вдоль 200-километрового фронта в северной части Аравийского моря. Целью атаки стали атомные авианосцы USS Gerald R. Ford и USS Dwight D. Eisenhower, являющиеся одними из самых тяжело вооруженных и защищенных надводных кораблей в истории. Сообщается, что корабли были окружены завесой из эсминцев и крейсеров с управляемым ракетным оружием, имеющих сотни ракет-перехватчиков в готовности к пуску. США потратили десятилетия и сотни миллиардов долларов на обеспечение живучести этих платформ. Однако, по сообщениям, через 7 минут после запуска волны беспилотников оба авианосца исчезли с экранов радаров поверхностного наблюдения в регионе. Данные указывают на то, что корабли водоизмещением 200 тысяч тонн, чьи радиолокационные отражения обычно видны за сотни километров, перестали отображаться на любых радиолокационных экранах в театре военных действий. Մամուլն ասում է, որ լուրջ վնասներ են կրել,
Այստեղ ասում է, որ կոդել է իսկ ամերիկյան մամուլն ասում է ուղղակի լուրջ վնասներ են կրել, թե որն է ստեղ տարբերություն լուրջ վնասի, ինչքանով լուրջ խորտակվել են, օգտագործման ենթակա չեն, ինչ չեն, էական չի, բայց հետաքրքիրը որն է, որ Իրանը կարողանում այտենց հարվածներ հասցնի, որտեղ ամեն մի ավիակիրը դա մի հզոր ռազմաբազա է, այսինքն մի ավիակիրը կարող է երկրի դեմ կռիվ տա։ Ու Իրանը միանգամից 2 ավիակիր է կարողանում վնաս տալ այնց այն կարգի, որ Ամերիկայի լրատվամիջոցները խոսում են դրա մասին, որ լուրջ վնասներ են կրել։ Այստեղ ասում են մասին, որ անհետացել են ռադարի վրայից։ Դժվար է հստակ ասել 500 ինքնաթիռի մասին, 2 խորտակված ավիակիրի մասին, բայց ընդհանուր պարզ է, ընդհանուր որ վերցնում եք, որ Իրանը ունի այնքան ռազմական ներուժ, որ առնվազն կարողանում է այդ կարգի վնասներ տալ։ Եվ ամենակարևորը, ինքը դեռ կա։ Ով է մտածում, նա հիշեք 1 տարի առաջ այսօրը, որ հանկարծ կարող է Իրան ու Իսրայելը, չներողություն, Ամերիկան ու Իսրայելը հարձակվեն Իրանի վրա ու 2 ամսից ավել արդեն պատերազմ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավիակիրներ կորցնի։ Իսրայելը այնտեղ նույնիսկ աչքերի ներսից ինչ որ նկարներ տարածեն, որովհետև էլ համարյա շենք չի մնացել, ասում են Թել Ավիվում։ Աչքելված է որևէ բան տարածել։ Չեմ ասում, շատ կարևոր է, այս էլ հերթական Հոլիվուդի աստղն է, ուրեմն Անջելինա Ջոլին երեք, այսօր բանն է, Պենելոպա Կրուզն է, դատապարտել Իսրայելին ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Սա շատ վատ սիգնալ է, շատ, որովհետև Իսրայելը միջև 2 տարի առաջ իր բոլոր հանցագործությունները կարողացել է քողարկի եւ արդարացնի քարոզչությամբ։ Այդ քարոզչությանը մասնակից է եղել եւ ամերիկյան մեդիան, եւ եվրոպական մեդիան, եւ ամենակարևորը հոլիվուդյան աստղերը, հեղինակությունները, քաղաքական դեմքերը, բլոգերները, բոլորը այդ մեծ քարոզչության մի մասն են եղել։ Մեծ։ Այսօր ամեն ինչ փախնում է տակից։ Ամեն ինչ։ Եթե Հոլիվուդն է փախնում տակից, իսկ մենք սրա մասին շատ ենք խոսացել, որ դա Հոլիվուդը ասեմ, որ սա ամբողջը գտնվում է հրյաների ձեռքում։ Բոլոր կամպանիաները ստեղծվել են հրյաներից։ Բոլոր կամպանիաները, այսինքն ցանկացած մեկը, այսինքն Meryl Streep-ը, ասենց ասեմ, որ 10 տարի առաջ քննադատել է, դրանից հետո դադարել է խաղալ։ Meryl Streep-ը հայտնի դերասանուհի։ Ու տես շատերը Հիմա այս ամեն ինչը տեսնելով հոլիվուդյան աստղերը արդեն բացահայտ դատապարտում են Իսրայելի ցեղասպանության համար։ Սա ինչով է կարևոր մեզ համար։ Չմոռանանք, որ Ադրբեջանի հենարանը Իսրայելն է եւ հրեական լոբին։ Չմոռանանք, որ թուրքական ամենամեծ հենարանը հայկական հարցը խեղդելու մասով եղել է էլի իսրայելական լոբին։ Ամեն ինչ արվել է իրանց ձեռքով։ Սա իմ համար ոչ թե այդ ազգի նկատմամբ լավ կամ վատ դրամ արելը, չէ, սա ռազմավարություն է։ Այս դրանց ռեսուրսները օգտագործվել է մեր դեմ։ Այսօր այդ ռեսուրսները նույնիսկ չի կարողանում ծառայեցնել իրանց նպատակներին, այսինքն ադրբեջանցիների եւ թուրքերի հիմնական գործիքը այսօր նույնիսկ ի վիճակի չի պաշտպանելու իր շահերը։ Այսինքն այն որ դատապարտվում է Իսրայելը Պենելոպա Կրուզի կողմից, սրա արդյունքում տուժում են նաև եւ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Իմ համար սա սրանով է կարևոր։ Տեսեք, թվում է թե մենք պետք է կապ չունեինք։ Մենք կապ ունենք այնքանով, որովհետև այդ հիմնական գործիքը մեր ձեռն է, մեր դեմ է օգտագործվել եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Այսինքն հիմա հայ դատը, բոլոր կազմակերպությունները հայկական ավելի մեծ շանս ու հնարավորություն ունեն հայկական թեման, Արցախի էթնիկ զտումները ավելի մեծ մասշտաբի վրա տարածելու եւ դա մասին խոսելու համար, որտեղ հրեաները հիմա զբաղված են հաստատ իրենց սիոնիստական կազմակերպություններն ու երկիրը փրկելով։ Թքած ունենան Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա։ Չեմ էլ նայում, ամեն նայելու ստրես եմ տանում, չեմ նայում, որ թերթում եմ հանկարծերում է, ստրես եմ տանում, ես
Խելագարվում եմ, ես դրան չեմ կարող նայեմ երկար, ոչ էլ լսում եմ։ Ոչ նայելու է, ոչ էլ լսելու է։ Երկրի ղեկավարը մի քիչ տղապետել է։ Ես ափսոսում եմ, համել նախանձում եմ, Քադիրովը իջնում է, Գրոզնի էլ է նայեք իր ժողովրդի հետ, իր ջահելության երիտասարդության հետ ոնց է շփվում։ Ինչ աննամ ոչխարն էլ լսել է հետևը մանա գալիս, ինչ անեմ։ Սես ղեկավարը ալն։ Ես չեմ էլ նայում։ Այո։ Ես միշտ ասել եմ, մեր ժողովուրդը իր ստանդարտներն ունի, ախպեր, մեր ժողովուրդը Նիկոլ ընտրող չի, Նիկոլ, հասկանում եք, Նիկոլը ու հայ մարդը, դրանք հակասություններ են։ Ես գիտեմ մարդիկ կան համաձայն չեն լինելու իմ հետ, պետք է ասեն, չէ, ինչ ես խոսում, Նիկոլին հայերն են ընտրել, նա Նիկոլ չեն ընտրել, Նիկոլը ուրիշ բան է ներկայացել։ Այս Նիկոլին չեն ընտրել ոչ մեկ։ Այս Նիկոլին չեն կարող ընտրեն, բացի իր նմանները 10% թող լինեն, հա։ Ամեն ազգի մեջ էլ կա տականք 10%, ով ասում չկա։ Ում եմ իմ տնից ոտքով գնում ա իմ համագյուղացիներն են, իմ հարազատներն են, իմ բարեկամներն են, իմ երեխուն թողում եմ իմ տնից ոտքով գնում ա դպրոց։ Բայց եթե այս գյուղում եղավ մեկ ադրբեջանցի, ես չեմ կարող գնամ աշխատեմ, որ իմ ընտանիքը պահեմ։ Ստիպված պետք է երեխուս ձեռը բռնեմ գնամ դպրոց, դպրոցի դեմը կայնեմ, նորից իմ երեխուն հետ բերեմ տուն։ Եղավ չկարեցա ընտանիքս պահեմ։ Ու էլ եմ ասում, այն վաղ մենք ունեցել ենք քարվաճար, միշտ մտածել ենք, որ մեր թիկունքում կա քարվաճար։ Այսօր մնացել է մի հատ Հայաստանին այս սահմանամերձ գյուղերը։ Այս էլ եթե տվինք, հաջորդը Երևանն է։ Ու խնդրում եմ մեր Երևանի բնակիչներին, մեր քաղաքների, մեր հեռու որտեղ որ ապրում են սահմանից, թող ճիշտ կողմնորոշվեն իրաց ձայնը ում են տալի։ Այո։ Ցանայք։ Ինչ կարծիք ունեք։ Ախած ենք դա։ Ինչ ուզում եք ասեք, բայց Նիկոլ Փաշինյանի անունը մի տվեք, խնդրում եմ։ Ուզում եք Սամվել Կարապետյան ասեք, ուզում եք Քոչարյան, մենակ Նիկոլ Փաշինյան մի ասեք։ Կործանել է այս երկիրը, երկիր կա, կործանել է։ 3 հատ պատերազմա բերել քիչ է։ Հիմա խաղաղությունից է խոսում, ի՞նչ խաղաղություն։ Ի՞նչ խաղաղություն, կարաք ասեք։ Նիկոլ Փաշինյանը եթե փախածների համարում է ժողովուրդն է մեղավոր դրա համար։ Ես իր մասին կարծիք չունեմ вообще։ Ես նրան մարդ չեմ համարում։ Ինքն է արել որ փախել են, ինքն է խոզախը որ փախել են։ Ուրիշ բան չունեմ ասելու։ Ինչի են փախած, իրանց հանել են ընդեղից։ Լավ անում, շատ լավ անում։ Մեկը ինչ էլ ասի, ինչ էլ անի, ոչ պատասխանատվություն է կրում, ոչ մեկն մեկը կասի այս սարիգա, այս ինչ ես անում։ Ո՞վ պետք է ասես, անողնաշար ժողովուրդը, յանները անջատած ապրում են։ Ո՞վ պետք է ասի, թե պատգասպես կոչված ազգային ժողովը կամ նրանց նման շատ պարոններ։ Համա լավ անում, բան չկա։ Ամենամեծ փախածը ինքն է, այս ամբողջ ժողովրդի կյանքը կերավ իր այդ խոսալով։ Չէ, արցախցիները փախածներ չեն։ Նիկոլը ինքն էլ է։ Զգաց որ իրանք փախածներ չեն։ Նայած ինչ տեսակետից եթե լինի դետարկես իրաց փախած վիճակով ինքը լինի իր իսկ ինքերա պատճառով։ Այստեղ լավ շշում Նիկոլի մատես մեկը լսենք։ Իհարկե։ Հետաքրքիր է, դուք ո՞նց եք կարծում, Հայաստանի Հանրապետությունում ուժեղ դուխով կամ հպարտ քաղաքացի մնացել է։ Իհարկե։ Հա, ինչը բացի ձեր ղեկավարը։ Ես вообще դուխով չեմ ու արդեն հպարտել չեմ։ Ինչի։ Ես իմ երկրում, իմ քաղաքում դուխով ու հպարտ եմ։ Բայց դրսերը ինչ կապ ունի։ Չի հասկանում տականքը էլ ինչ ասում։ Իբր տականքը չի էլ հասկանում ինչ ասում։ Ասեմ, ամենավտանգավոր մարդը գիտեք որն է։ Ամոթը կորցրած մարդը։ Ամենավտանգավոր մարդն է, այտենց վտանգ ամոթը կորցրած մարդու նման չկա։ Սիրում եմ բոլորիդ։ Սուտ է։ Հպարտանում եմ բոլորովդ։ Սուտ է։ Խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Սուտ է։ Որ մարդը աշխարհն է շալակաստանը։ Մարդ էլ կա,
ելել է շալակն աշխարհի, նա որ ելել է շալակն աշխարհի, աշխարհում երբեք թաց տեղ չի քնում։ Դուք գիտեք թե ում հետ եւ ուր է գնում, ում մեռելին է անարցունք լարիս, ում խոսքի վրա սուտ ծիծաղում, ում հետ դինջ լստած նարդի է խաղում, հարկ եղած դեպքում սուտ տանուլ տալիս, վերից է նայում ցածրում կանգնացի, երբեք չի նայում ներքև ընկածին։ Սա զոհվածի ծնողին են տանում, սևազգեստ մորն են տանում, պատկերացեք, այս տապունքները։ Վերև կանգնացի աղջկան, որդու, սիրուն անգամ ու քարտուղարին ոնց է քեզ մսվում ու շոքորթում, որտեղ մի պատար չաղ ու յուղալի կանգնած է այնտեղ նա երկյուղալի հեշտ զրպարտում է, երբ տեղն է գալիս, նույն հերցությամբ իր մեղքն է լալիս, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, հարազատ մորից ու որդուց ավել աշխարհում նա իր աշխարհն է սիրում, սուտ է, նա այնտեղ իր շահն է սիրում, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում, սուտ է, նա միայն իր փորն է սիրում, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր գաղափարական իր հորն է սիրում, սուտ է, ոչ հորը, ոչ մորն է սիրում, թանկ չէ, ոչ որդին և ոչ էլ թոռը, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր սիրում է կյանքում նա իր աթոռը, աթոռն է սիրում, ու դրան տիրում ցանկացած գնով բարձրանում է վեր, ուզում է թռչել նա առանց թևեր, անվերջ սողալով առաջ է գնում է այսպես, ու տարեց տարի, ելնում է այսպես, շալակն աշխարհի, ուրեմն մարդ կա, աշխարհն է շալակած տանում, մարդ էլ կա ելել է շալակն աշխարհի։ Այսօր այսպիսի մի միջոցառում է, ուզում եմ նայեք դուք անպայման։ Դողալ չի, այս այն նկարներն է։ Հավաքվել են Գինեսի ռեկորդի համար։ Սեք 1000 դոլար չի, այսպես, այսպես, այսպես։ Գիտեք, ամեն մի այսպես միջոցառումը, նախ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ այս միջոցառումները կազմակերպողներին, իսկ նույնիսկ գիտեմ ովքեր են։ Շնորհակալ եմ բոլորին այս միջոցառումները կազմակերպողներին, ամեն մի այսպես միջոցառումը այս երեխաների մոտ մեխում է, այսպես հիշողության մեջ, միասնության, հզորության, այդ միաժամանակ նույն բանը անելու արդյունքում առաջացած այդ զգացմունքը, որ երբեք ոչ մի բան չի փոխարինի դրա։ Ով երբևէ այս միջոցառումը մասնակցել է, ինքը կիմանա։ Ով երբևէ մի անգամ 1000 հոգանոց նվագախմբում նվագել է կամ կոլեկտիվում կիմանա, սա ինչ է։ Այս տպավորությունը կյանքում չի անցնում։ Այն ժամանակը մարդ սկսում գնահատել են երեխաները, թե ինչ կարևոր է այս միաբանությունը, թե ինչ կարևոր է մի գաղափարի շուրջ միավորումը, թե դա ինչ վիբրացիա է տալիս, ինչ ռեզոնանս է տալիս, մի բան, որ կյանքով մեկ դա փոխանցում է, ամբողջ կյանքի ընթացքում։ Այս իմ ապագա Հայաստանի կրթական համակարգը հենց տենց եմ տեսնում, մշակութային համակարգը հենց տենց եմ տեսնում։ Այսպես որ այս երեխեքը ամեն մի իրանց շրջաններում տարի մի քանի անգամ ազգային թեմաներով, արշավ լինի, ֆլեշ մոբ լինի, ազգային թեմաներով, շուրջպար լինի,
Արագածի շուրջը հիշում եք Լեյլա Սարիբեկյանն էր կազմակերպել ժամանակին։ Սրանք բաներ են, որ այս ձեռի բռնելը, այս վիբրացիան զգալ ես անփոխանցելի բան է։ Այ մեր թշնամին դրանից է վախենում։ Մեզ դրանից են զրկել։ Այս ով արել է այս միջոցառումը, արել է այս բոլորին հակառակ։ Այս բոլորին հակառակ արել, որտեղ այս 1000 երեխեք իր համար դարձել են իրար համար շատ ավելի կարևոր, քան 1 օր առաջ էին։ Շատ ավելի հարազատ, քան 1 օր առաջ էին։ Այ հայ մարդը, երբ որ զգում է իր հայրենակցի ջերմությունն ու մոտեցումը սեփական անձի կարևորությունը մեծ ընդհանուր գործի մեջ, դրանից կարևոր բան ինչ կարող է լինել։ Դա է երկիրը երկիր դարձնում, դա է հասարակությունը հասարակություն դարձնում։ Հասկանում ես, ու այդ ազգը մենակ կարող էր Բերլինում Պարում էին այնպես ուժգին, այնպես թափով շռնդալից, որ թվում էր ոտքով են հաղթանակի սալյուտ տալիս։ Դոփում էին գետինն այնպես, որ ասես ձայնը ոտքերի, ուզում էին գնար հասներ լեռնաշխարհը Հայաստանի։ Այդպես պարում էին հայերն, հաղթանակած մտած Բերլին, մեր նայիրյան, հնադարյան, ավանդական մեր քոչարին։ Ցեղասպանված երկրի զինվորն է։ Տանկերը վասել է Բերլին ու պատում է իր քոչարին։ Ինչպես էս երեխաներն են այսօր սենց իր այդ էս դոլը խփում, հա, այսենց։ Դե չէ, մենք ենք ապրել, ադրբեջանցին չի ապրել, վրացին չի ապրել։ Մենք ենք ապրել, մենք ենք ամրագրում հաղթանակը այդ ձևով։ Ու հիշում ենք, ով ենք մենք, տենց ենք ամրապնդում մեր հաղթանակը։ Թշնամին ամեն ինչ արել է, որ մեզ զրկի դրանից։ Ամեն ինչ արել է, որ ծաղրի ազգայինը, ամեն ինչ արել է, որ լուսանցքայնացնի ազգայինը։ Ասի դա գեղացու բան է, դա ցնցոտիավորի բան է։ Ժամանակակից տղաները այդպիսի բաներ չեն պատմում։ Դա հին է։ Թշնամիկը ջղայնան է եւ այլն եւ այլն։ Չէ։ Պատմության անիվը պետք է շուռ տալ։ Դրա համար առկա են բոլոր ռեսուրսները, բոլոր ամենակարևորը գիտեք ինչ ռեսուրսն է, որ կա, որ մեզանից հնարավոր չի խլել։ Պատմական փորձը, գիտելիքները, ավանդույթները։ Սա մի բան է, որ չեն կարող մեզանից խլել, ու այդ հնարավոր չի։ Ու չօգտագործել սա մեղք է, մեզ դա չի ներվել։ Ուրեմն պիտի օգտագործենք։ Այսօր համար այսքան լավ մնացի։